Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք միջազգային հարաբերությունների եւ պետական կառավարման մասնագետ Գեորգի Թումասյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Թումասյան, շնորհակալ եմ, որ կապվել եք մեզ հետ։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ ինձ հրավիրելու համար։ Մեզ լսողներին հիշեցնեմ, որ պարոն Թումասյանը բնակվում է Վրաստանում եւ կապը հաստատել ենք Թբիլիսիի հետ։ Եվ այսպես, պարոն Թումասյան, հիշեցնենք, որ մարտի 3-ից 4-ը Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Վրաստանում, ես կխնդրեմ ձեզ մեկնաբանել, քանի որ այստեղ մենք քիչ ենք խոսել այն մասին, թե ինչ է այնուամենայնիվ, ինչ արդյունքներով է վերադարձել այստեղ Փաշինյանը Վրաստանից, խոսքը գնում է նրա մասին, թե ինչ հայտարարություններ են արվել եւ ինչ այնուամենայնիվ արդյունքների է հասել Հայաստանը եւ Վրաստանը իրենց փոխհարաբերությունների մեջ։ Պարզապես հիշեցնեմ նաեւ, որ Եվրոպական խորհրդարանում Փաշինյանը իր ելույթում մեծ տեղ հատկացրեց նաեւ Վրաստանին, նա խոսեց այն մասին, որ նա պարզապես ես մեջբերեմ, որ Եվրամիությանը Հայաստանի ինտեգրվելու ճանապարհին այս պահին ամենամեծ խնդիրն է Եվրոպական միության եւ Վրաստանի միջև փոխհարաբերությունները, քաղաքական երկխոսության սառեցված վիճակը, եւ նա ասում է Վրաստանը Հայաստանի համար ճանապարհ է դեպի Եվրոպական միություն եւ ասում է, որ Հայաստանը Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը ընդունել են Հայաստանը ընդունել է այն բանից հետո եւ Վրաստանը Եվրամիության անդամակցության ցեկնածուի կարգավիճակ ստացավ եւ վերջում եւս Փաշինյանից մի հատված ելույթից սա Հայաստանի Եվրամիության անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի եւ մենք ակնկալիքը ու խնդրանքն է, որ Եվրոպական միություն Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա, դա կարևոր է Հայաստանի համար նույնքան, որքան Վրաստանի համար։ Պարզապես հիշեցնեմ այստեղ մեկ հիշեցում էլ մեկ փաստել արձանագրենք, հիշեցնեմ եւ այնուհետեւ ձեր մեկնաբանությունը։ Փաշինյանը իր ելույթը Եվրոպական խորհրդարանում սկսեց հետեւյալ ձևակերպմամբ։ Նա ասեց, որ Հարավային Կովկասում 100-ամյա նշանակություն ունեցող իրադարձություններ են եղել, փոփոխություններ են եղել։ Եվ այսպես Հայաստան-Վրաստան փոխհարաբերություններ Փաշինյանի Վրաստան կատարած այցի արդյունքները եւ ինչ է կարծում, ինչու Փաշինյանը այսպես շեշտադրեց Վրաստան-Եվրոպական միություն փոխհարաբերությունների կարեւորությունը։ Համեցեք։ Շնորհակալ եմ կարևոր հարցի համար եւ կփորձեմ ամբողջությամբ պատասխանել, որովհետեւ այդ երկուսը իրար հետ կապված է։ Վարչապետ Փաշինյանը Վրաստանում գտնվում էր երկու պետության միջև արկա տնտեսական հանձնաժողովների 15-րդ նիստի համար, բայց իրականում այդ նիստը օգտագործեց մի շարք հարցեր բարձրաձայնելու նպատակով եւ փաստացի մենք տեսանք, որ ասուլիսի ժամանակ, երբ վարչապետ Փաշինյանը ասաց, որ քննարկել է Վրաստանի եվրոպական ինտեգրումը Հայաստանի եվրոպական ինտեգրման համատեքստում, ապա Վրաստանի վարչապետ Կոբախիձեն որևէ հայտարարություն չի արել եւ չի ասել, որ այդ հարցը քննարկվել է եւ ակնհայտ է, որ Երևանը եւ Թբիլիսին տարբեր նշանակություն են տալի եվրոպական ինտեգրման գործընթացին։ Բացի դրանից վարչապետը իր ելույթի նաև ընթացքում Վրաստանում ասաց, որ Հայաստանը ոչ միայն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությունը, այլ նաև ուրեմն քաղաքական անկախությանը։ Սա առաջի անգամ էր, որ Հայաստանը այսպիսի բառապաշար օգտագործեց Վրաստանի հանդեպ եւ առհասարակ դիվանագիտությունում ընդունված չէ հաճախ այսպիսի բառեր օգտագործել, որ քաղաքական անկախություն, այսինքն Հայաստանը ակնհայտ է այստեղ, որ հիմա այդ երկու հարցը ես նաև համոզված եմ, որ փոխկապակցված է Վրաստանի եվրոինտեգրման հարցը, որը վարչապետը բարձրաձայնել է, եւ Վրաստանի քաղաքական անկախությունը, որովհետեւ Հայաստանը իմ պատկերացումով դիտարկում է Վրաստանի եվրոպական ինտեգրման գործընթացի խափանումը, խնդիրները այդ ուղղության վրա, ինչպես քաղաքական անկախության հետ նաև խնդիրներ,
եւ մենք բազում անգամ ձեր հետ միասին նաեւ հարցազրույցներում քննարկել ենք հենց այն, որ Վրաստանը այսօր գտնվում է Ռուսաստանի քաղաքական ազդեցության տակ, այսինքն ունի խնդիրներ այդ անկախության հետ քաղաքական եւ այդ պատճառով է, որ եվրոպական ինտեգրման գործընթացը այսպիսի իրավիճակում է գտնվում։ Դրա արդյունքներ էլ կան նաեւ, եւ կարծում եմ վարչապետը դա նաեւ արձանագրեց, որովհետեւ այս հանձնաժողովների հանդիպումը տեղի է ունենում փաստացի տեղի ունեցավ մի շաբաթ անց մոտավորապես նրանից հետո, երբ Հայաստան եկավ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Քրիվիշվիլին եւ հանդիպեց իր հայ գործընկեր Գևորգ Պապոյանի հետ, եւ պարոն Պապոյանը հարցազրույցում այդտեղ ասաց, որ ինքը բարձրաձայնել է հայ բեռնատարների համար ստեղծված շատ ծանր իրավիճակը սահմանին, շաբաթների ընթացքում կանգնած են առանց որևէ պարզաբանում եւ վրաց իր գործընկերը ասել է, որ տեղյակ չի եւ այդ հարցերը կպարզի Վրաստան վերադառնալուց հետո։ Իհարկե, տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ այդտեղ էր ինչպես պարոն Պապոյանը, այդպես էլ տիկին Քրիվիշվիլին եւ հնարավորություն կար, որ այդ հարցերը քննարկվեր եւ լուծվեր։ Ես համոզված չեմ, որ այդ հարցերը լուծվել են, հանրային որևէ տեղեկատվություն չկա եւ երևի մոտակա շաբաթներում պարզ լինի, արդյոք Վրաստանը շարունակում է եւ որոշել է շարունակել արհեստական սահմանափակումներ ձևավորել Հայաստանի համար արդեն տնտեսական մատակարարումների ուղղությամբ, որը սկսվել է իրականում մոտավորապես 1 տարի առաջ, երբ ալկոհոլի, ծաղիկների, ձկնեղենի, հեղուկացված գազի եւ ուրիշ ուղղություններով անհիմն սահմանափակումներ կային եւ ավելի շուտ, երբ ֆրանսիական զենքի մատակարարումների ուղղությամբ էլ Վրաստանը սահմանափակում դրեց եւ դրանով նաեւ խոչընդոտեց նույն եվրոինտեգրման գործընթացը։ Ուստի Հայաստանի համար ակնհայտ է, որ այդ տնտեսական ճնշումները Վրաստանի կողմից եվրոինտեգրացման գործընթացի խափանումը Վրաստանի իշխանությունների կողմից եւ բռնապետական քայլերը գալիս են հենց վարչապետի ասած քաղաքական անկախության բացակայությունից, որը այստեղ արտացոլված է իդեմս ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու բռնապետական համակարգի։ Եվ մյուս կողմից վարչապետը ճիշտ դիվանագիտական քայլ արեց Եվրոպական միությունում իր ելույթի ժամանակ ասաց հստակորեն, որ Հայաստանը ցանկանում է եվրոպական ինտեգրում, բայց կա լուրջ խոչընդոտ այդ ճանապարհին եւ դա Վրաստանն է, երբ Վրաստանը ստացավ այդ կարգավիճակը, Հայաստանը սա շոշափելի իրոք հնարավորություն տեսավ սրանում եւ ես ասեմ, որ նույն վարչապետ Փաշինյանը իր ժամանակ Մակրոնին նաեւ հետ քննարկել էր այն, որ Վրաստանին տային այս կարգավիճակը, անդամի տեխնացուի կարգավիճակը, որ Հայաստանի համար էլ ճանապարհը բացվեր եւ Վրաստանը ամեն ինչ արեց, որ չստանար այդ կարգավիճակը, Եվրոպական միությունը տվեց այդ կարգավիճակը, չնայած դրա, բայց դրանից հետո ամեն ինչ արեցին հիմա բերել արդեն նրան, որ Վրաստանը կորցնի այդ կարգավիճակն եւ վարչապետի կողմից ասած հայտարարությունը իհարկե դիվանագիտական է, այդտեղ հստակ պարզ չէ թե ում է մեղադրում վարչապետը այդ հարաբերությունում եւ որևէ մեկի բացայտ չի մեղադրում, բայց ակնհայտ է այսօր Վրաստանի ազգային ժողովի նախագահ Պապուաշվիլին հայտարարել է, որ Փաշինյանի հայտարարությունը իր պետության շահերից է բխում եւ որ ուրեմն Վրաստանը պնդում է, որ Եվրոպական միությունն է հարաբերությունները վատթարացրել եւ իրանք պետք է փոխեն մոտեցումները։ Եվրոպական միությունում 3 վարչապետի այդ ելույթի զուգահեռ եւ նաեւ այսօր շարունակվում են Վրաստանի հետ կապված բանաձևի քննարկումները եւ այսօր Եվրոկոմիսարը հստակ ասեց այդ քննարկումների ժամանակ, որ Վրաստանը այսպիսի օրենքներով, այսպիսի ներքաղաքական իրավիճակով, որտեղ որ սարսափելի բռնապետություն է ձևավորվում եւ ես սա բազում անգամ նաեւ ձեր մոտ հարցազրույցներում ասել եմ, ինքն էլ ասաց, որ այս իրավիճակով երբեք Վրաստանը Եվրոպական միության անդամ չի կարողանա դառնալ։ Ես համոզված եմ, որ վարչապետը շատ լավ հասկացել է ռուս օլիգարխի կողմից վտանգները կառավարող պետությունում եւ շատ լավ հասկացել է եւ եվրոպացիքին էլ այստեղ ուղիղ ասաց, որ խնդիրը այսօր դրանում է, որ Վրաստանի միջոցով լուծվում է համ Վրաստանի, համ Հայաստանի եվրոպական ճակատագրի հարցը եւ հենց սա գիտեն Մոսկվայում շատ լավ եւ այդ պատճառով է, որ առանց որևէ հիմք այստեղ ռուս օլիգարխ Իվանիշվիլուն տվեցին այդ հրամանը, որը չեղարկեց այդ ճանապարհը, սրանով նաեւ փակեց Հայաստանի ճանապարհը եւ ես հաճախ դա ասել եմ նաեւ եթերներում, վարչապետը փաստացի դա հաստատում է նաեւ այս իր հայտարարությունով եւ
եւս մեկ հարց ընդգծեմ, որ գիտեք ներքաղաքական դաշտում Հայաստանում մեկ-մեկ քննադատում են վարչապետին, ասելով, որ Եվրոպական միության անդամակցության օրենքը, որ ընդունվել է, ինչու քայլեր չեն արվում ակտիվ, այդ ուղղությամբ ես հաճախ բացատրում էի, որ դա որովհետև Վրաստանով ամեն ինչ սահմանափակ է, Թուրքիայի հետ սահմանը փակ է դեռ եւ ֆիզիկապես Եվրոպայի հետ ճանապարհը պետք որ կապնվի, Հայաստանը չի կարող կղզի առանց ծովի կարգավիճակով կապնվի Եվրոպայի հետ, ցավոք կային ուժեր եւ քաղաքական ներկայացուցիչները, որ չեր ուզում հասկանալ Վրաստանի այստեղ դերը այդ առումով, կարծում եմ վարչապետի այս հայտարարությունը արդեն հաստատում է այդ իմ եւ ուրիշների պնդումը, որ հենց Վրաստանի պատճառով է, որ Հայաստանի եվրոպական ինտեգրումը դանդաղել է։ Շնորհակալ եմ, երկու տարբերակ կա նաև պատասխանի կամ իմ հարցս երկու տարբեր հարցեր տամ, թե ինչու է այնուամենայնիվ Փաշինյանի ելույթում նման շեշտադրումներ եղել։ Դուք ինքներդ նշեցիք եւ մենք հրաշալի գիտեինք այն խոչընդոտները, որ դուք եւս ասացիք, արհեստական խոչընդոտները Հայաստանից Վրաստանի ճանապարհով դուրս եկող բեռնատարների հանդեպ եւ այս բոլորս էլ հասկանում ենք, որ Փաշինյանը այդ հարցը պետք է բարձրացնի։ Կարծում եք արդյոք, որ Փաշինյանը նման ձևով, նման ելույթում, նման շեշտադրում արեց, որ Եվրամիությունը թող նորից վերանայի իր հարաբերությունները Վրաստանի հետ, կամ միջնորդելու համար, միջնորդի դեր կատարելու համար Վրաստանի եւ Եվրամիության միջև, որը վկայում է, գուցե վկայություն է այն բանի, որ Վրաստանի եւ Եվրամիության երկխոսությունը բարդացել է եւ չի կարողանում Վրաստանը իր ասելիքը ասել Եվրամիությանը եւ որպես միջնորդ այժմ Փաշինյանն է օգտագործում եւ երկրորդ իմ հարցը նորից վերադառնալով այդ արհեստական խոչընդոտներին գուցե Փաշինյանը այդ իր ելույթում պարզապես ակնարկեց, որ եթե Եվրամիությունը չվերանայի իր վերաբերմունքը Վրաստանի հանդեպ, այո, այստեղ հարց է Վրաստանն է պրոբլեմը, թե Եվրամիությունն է պրոբլեմը, Եվրամիություն եւ Վրաստան փոխհարաբերությունների վատթարացման։ Եթե այս իրավիճակը ակնարկ Փաշինյանի կողմից, եթե այս իրավիճակը շարունակվի, ապա լծակները Հայաստանի դեմ գործարկվող գուցե եւ Ռուսաստանի, որի անունը չտրվեց, կշարունակեն գործադրվել եւ այսպիսի արհեստական խոչընդոտները կլինեն նվազագույն խնդիրները, կլինեն ավելի բարդ խնդիրներ, որոնց առաջ Հայաստանը կկանգնի, եթե Վրաստանը եւ Եվրամիությունը չգան ընդհանուր հայտարարի։ Եվ այսպես միջնորդություններ, բարի կամքեր սա միայն թե ակնարկ, որ շատ կարևոր է Վրաստանի եւ Եվրամիության դրական երկխոսությունը։ Այս հարցը ես կարամ ասեմ ամենաբարդ հարցերից մեկն է այս պահի համար եւ ամենաբարձր նաեւ լրագրողական ստանդարտի հարց է, որովհետեւ շատ բարդ է պատասխանել այդ հարցին։ Վարչապետ Փաշինյանը միտմամբ իմ պատկերացումով բաց թողեց հենց այդ հարցի վրա պատասխանը, մի կողմից, որ իր այդ հայտարարությունը, եթե անհրաժեշտ լինի վրացական երազանքին Վրաստանի իշխանություններին ներկայացվի, որ սրանում նկատի ուներ Եվրոպական միությունից գուցե վերանայել հարաբերությունները կամ վերականգնելու փորձ անել եւ այլն, այսինքն որ հանկարծ Վրաստանի հետ էլ ավելի չլարվի հարաբերությունները այդ հայտարարության պատճառով եւ նոր խնդիրներ չստեղծվի, այնպես էլ խնդիրները քիչ չեն Վրաստանի իշխանությունների կողմից արհեստական ստեղծված, մյուս կողմից վարչապետ Փաշինյանը իհարկե շատ լավ հասկանում էր, որ ոչ Թբիլիսի հանդեպ իր ասածը, ոչ էլ Բրյուսելի հանդեպ իր ասածը այնպես չէ, որ կողմերը միանգամից կսկսեն իրականացնել, Հայաստանը այդ դիրքորոշումը չունի այս պայմանությամբ, ուստի իր հայտարարությունը փաստացի ուղղված էր նրան, որ ինչ որ կոնկրետ հարցը այսպես օրակարգ դրվեր եւ վարչապետը կարողացավ դա անել, ինքը փաստացի ասաց, որ գիտեք, այսպիսի մենք ունենք մեծագույն խնդիր եւ այս մեծագույն խնդիրը պետք է լուծվի։ Ինչպես պետք է լուծվի, դրա վրա վարչապետը չի պատասխանել եւ ինքը փաստացի Եվրոպական միությանը կամ ինչ որ այլերի ուղղությամբ դիմելու
օրակարգ ներկայացրեց, այսինքն որ փորձեն խոսել այսօրվա իշխանությունների հետ կամ փորձեն ճնշումը ավելացնել։ Իհարկե, նորից եթե Վրաստանից հարցնեն, ինքը կասի, որ միայն իշխանությունները նկատի ունեն քննարկել է Վրաստանի իշխանություն հետ, բայց ես համոզված եմ, որ բաց է թողնում այդ հարցը, որովհետև տեսեք, վարչապետ Փաշինյանը ելույթի ժամանակ խոսում է նրա մասին, որ Եվրոպական միությունում անդամակցությունը կոնկրետ ստանդարտներին պետք է համապատասխանի պետություն։ Վրաստանում վարչապետ Փաշինյանը ասում է քաղաքական անկախություն։ Վարչապետ Փաշինյանը հիանալի գիտի այսօր, թե ինչ է ռուս օլիգարխը եւ ինչքան վտանգավոր է։ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը փաստացի խոսում է, որ օտար պետությունում քաղաքացիների վրա ազդեցություն են փորձում կիրառել, որ կոնկրետ քաղաքական ուժերին աջակցեն, հա։ Թույլ տվեք ինձ ենթադրել, որ խոսք է գնում Սամվել Կարապետյանի մասին եւ Ռուսաստանի մասին այս դեպքում։ Ուստի վարչապետը շատ լավ գիտի Վրաստանում ինչպիսի իշխանություն է, գիտի Բիձինա Իվանիշվիլին, որ նաև ռուս օլիգարխ է, գիտի, որ Վրաստանում բռնապետություն է ձևավորվում եւ նաև շատ լավ գիտի, որ Վրաստանի միջոցով Ռուսաստանը նաև փակեց ոչ միայն Վրաստանի, այդպես էլ Հայաստանի ճանապարհը։ Այսինքն դրանով Վրաստանը ճիշտ կներեք, վարչապետ Փաշինյանը ճիշտ դիվանագիտական քայլ է անում եւ կարողանում է օգուտ քաղել այդ հայտարարությունից, ի վերջո եվրոպացիքին ասելով, որ խնդիր կա եւ մի բան արեք այս խնդիրը փորձեք լուծել։ Ինչպես կլուծեք, դա արդեն իրանց հարցն է, գուցե ճնշումներով կամ գուցե երկխոսությամբ, բայց ասեմ ձեզ ուղիղ, որ արդեն ասացի, ազգային ժողովի նախագահ Վրաստանի ասաց, որ եվրոպացիք պետք է փոխեն մոտեցումը, այսինքն Վրաստանից արհամարանքից բացի որևէ մոտեցում չկա, այսինքն սրանք նրա փոխարեն, որ հիմա ասեն, հա, վարչապետ Փաշինյանը ճիշտ գնահատական տվեց, արեք խոսենք, արեք իրավիճակը փոխեք, այսինքն դրական գոնե մի ելույթ ունենային Թբիլիսիից, դրական ասեն, այո, մենք ուզում ենք բարելավել հարաբերությունները, վարչապետ Փաշինյանը ճիշտ բան է ասել։ Դրա փոխարեն ասում են Բրյուսելը պետք է փոխի իր մոտեցումը, իսկ Բրյուսելին իրանք ինչ են առաջարկում, որ փաստացի եւ Բրյուսելում դա ասում են կոնկրետ։ Վրաստանը ուզում է դառնալ առաջի պետությունը, որը իր սեփական ցանկություններով, այն էլ բռնապետական եվրոպական ինտեգրում իրան կապահովի, այն էլ Վրաստանը վաղուց ասում է, որ մենք նպատակ չունենք այլևս անդամակցելու եւ այլն։ Ուստի ամեն ինչ պարզ է, ես կարծում եմ այստեղ եւ ուղղակի վարչապետը սրանով նաեւ ուղերձ է ոչ միայն Վրաստանի թեմային, գիտեք, այդ թվում Թուրքիայի, որովհետեւ եթե Վրաստանով առաջընթաց չկա, եվրոպացիք պետք է ամեն ինչ անեն, որ գոնե Թուրքիայի հետ սահմանը բացվի, որ Հայաստանը այլընտրանք ունենա։ Այո, փաստացի մենք այս ամենը հիմա տեղի ունենում Իրանում պատերազմի շրջանում ժամանակահատվածում, երբ Հայաստանը այս պահի դրությամբ այո երկու ճանապարհ ունի, մեկը Իրանն է, որը այսօր պատերազմի բոցի մեջ է, եւ երկրորդը Վրաստանը, որտեղ որով տարանցիկ այդ բեռնատարները, գոնե այդ բեռնատարները խնդիր ունեն եւ երևի անելանելի է Հայաստանի վիճակը, դա էր դրդել Փաշինյանին այդպիսի ելույթով հանդես գալ։ Իմ հարցս հենց դա է, ճարահատված է Փաշինյանը այդ ելույթը ունեցել, Վրաստանը այնուամենայնիվ ղեկավարությունը ինքն է խնդրել, որպեսի միջնորդի եւ ինքը պատրաստ է Եվրամիության հետ հարաբերությունները լավացնելու, թե դա ձեր կարծիքով Վրաստանը պատրաստ չէ այդ հարաբերությունները Եվրամիության հետ բարելավելու, դուք ասում եք, տեսեք, մեծամտորեն այսպես են պատասխանում, այնպես են պատասխանում, եւ դա Փաշինյանի անձնական նախաձեռնությունն է, նա փորձում է լավացնել իր հարաբերությունները Վրաստանի հետ, որպեսզի այդ սահմանը գոնե չփակվի Հայաստանի առջև։ Վարչապետ Փաշինյանը ժամեր առաջ ասուլիս է տվել կառավարության շենքում եւ այդտեղ իրան հարց ուղեցին հենց այս բովանդակությամբ, ինքը պատասխանեց, որ ոչ Վրաստանի կառավարությունը չէ իրան հորդորել կամ խնդրել, որ այս հարցը բարձրաձայնի եւ սա իր սեփական մոտեցումն է, որովհետև շատ մտահոգված է Վրաստանի եւ Եվրոպական միության հարաբերությունները, որը նաեւ կապ ունի ուղիղ արտացոլվում է Հայաստանի վրա։ Ես կարծում եմ, որ այս իր գնահատականը անկեղծ է, որովհետև Հայաստանը իրոք մտահոգված պետք է լինի, հատկապես դուք շատ ճիշտ նկարագրեցիք ստեղծված իրավիճակը, հա, երկու բաց սահման, որից մեկը փաստացի Իրանի սահմանը վստահելի չի այս պահին, որովհետև պատերազմ է գնում եւ մատակարարումներ, որևէ տնտեսական կապեր, ամեն ինչ ինչքան խզված է, շատ լավ հասկանում է մեր հանրությունը, Վրաստանի ուղղությամբ էլ միտմամբ
ստեղծում են այդ խնդիրները, ես ավելին ասեմ, որ Ռուսաստանը Վրաստանի միջոցով կարա էլ ավելի մեծ սահմանափակումների դիմի, միջև նույնիսկ բլոկադայի ձևաչափ կեղծ ինչ-որ թեզերի հիմք բերելով, որ Հայաստանին ճնշի, այդ թվում նախընտրական շրջանում։ Եվ այստեղից է գալի, այլ ոչ թե մեր զուտ ցանկություններից, որ Հայաստանի համար կարևորագույն է դառնում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանի բացումը։ Ասեմ, որ սա նաեւ հավասար կարևորություն ունի Ադրբեջանի համար։ Ադրբեջանի մատակարարման ուղիներն էլ կամ Իրանն է, Հայաստանի նփակ է, կամ Իրանն է եղել, կամ Վրաստանը։ Իսկ Վրաստանում ասեմ, որ Ադրբեջանն էլ ունի խնդիրներ, միայն Հայաստանը չէ, եւ Ադրբեջանն էլ շատ լավ հասկանում է, որ Վրաստանում ռուսական ազդեցությունը արդեն իր դեմել է ուղված, որովհետեւ գիտեք, Ադրբեջանի հարաբերությունները սրվել է Ռուսաստանի հետ, Կենտրոնական Ասիայի, նաեւ Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալու օրակարգն էլ, թրիփը, որ ստորագրվեց, շատ դժգոհ են Մոսկվայում դրանով։ Ուստի այսօր վարչապետը նույն իր ելույթում Եվրոպական խորհրդարանում շատ ճիշտ է ասում, որ Հայաստանը եւ Ադրբեջանի ճակատագրերը այդպես է պատահել, որ համընկնում է։ Եթե հիմա գիտակցեն երկու կողմել եւ կարծես գիտակցում են, որ պահպանելու համար անկախությունը երկու պետությունի էլ, ամեն դեպքում Ադրբեջանի համար Ադրբեջանը, Հայաստանի քաղաքացիների համար Հայաստանը, հա, պետք է համագործակցել առնվազն եւ թրիփը, խաղաղությունը, սահմանների բացումը, տնտեսական կապերը հենց դրա մասին են, որ հանկարծ գերի չհայտնվեն այդ պետությունները, ուրեմն Վրաստանի, որը ցավոք դարել է գործիք, եւ նորից չհայտնվեն Մոսկվայի ազդեցության գոտում, որը շատ եւ շատ վտանգավոր է, որովհետեւ ինքը փորձում է վերականգնել սովետական միությունը։ Ադրբեջանի դեպքում դա թուրքական ինտեգրում է, իսկ Հայաստանի դեպքում Թուրքիան կարա լինի ճանապարհ նաեւ դեպի արևմուտք, միջև Վրաստանում իրավիճակը հուսով ենք փոխվի, որովհետեւ ոչ մեկ չի ասում, որ հույսներս պետք է կտրել Վրաստանի թեմայով, ուղղակի այս պայդրությամբ իրավիճակը այդպեսին է։ Բարի, Իրանում պատերազմը եւ տարածաշրջանը։ Փաշինյանի ելույթում մենք չլսեցինք որևիցե այսպես վախվորածություն, անհանգստություն եւ ընդհանրապես Փաշինյանը վերջին շրջանում հատուկ ընդգծված այսպես անհոգ տեսա նյութեր է տարածում, չեմ ուզում ասել, բոլորս հասկանում ենք իր կեցվածքով, նա ցույց է տալիս, որ այո, պատերազմը գուցե պատերազմին չանդրադարձող բան է, դա չվերաբերող բան է, բայց Հայաստանում ամեն ինչ խաղաղ է, ամեն ինչ լավ է, Ադրբեջանի հետ հարաբերությունները լավ են, խաղաղությունը կայուն է։ Այնուամենայնիվ ձեր կարծիքով Վրաստանի եւ Հայաստանի վրա ինչպես է այսօր անդրադառնում այդ պատերազմը, գուցե ոչ մի կերպ չի անդրադառնում, կասեք դուք, այսօրվա հարցերն ենք դիտարկելու եւ վաղը ինչ կարող է լինել տարածաշրջանում Իրանի պատերազմի տարբեր ելքերից ելնելով, համեցեք։ Գիտեք, տեսեք, ասել, որ Փաշինյանը կամ քաղաքացիական պայմանագիրը անհոգ են իրանց դրսևորում, ես իրոք կարծում եմ, որ սա կլիներ սխալ գնահատական, որը ես տեսնում եմ, որ քաղաքական դաշտում հնչում է, հայկական, որովհետև Հայաստանը 3 առնվազն անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, Վրաստանը 0, որովհետև այստեղ անվտանգության խորհուրդը չեղարկել են առհասարակ ռուս օլիգարխի կառավարման համակարգում։ Ադրբեջանը նաև է անցկացրել անվտանգության խորհրդի նիստ, բայց հարվածներից հետո Նախճեվանի ուղղությունով։ Այսինքն Հայաստանի ինստիտուցիոնալ դրա վրա արձագանքը մենք տեսնում ենք։ Մյուս կողմից գլխավոր մտահոգությունը գալիս է կոնկրետ հենց մատակարարումների ուղղությամբ։ Գիտեք, դա հնդկական զենքի ուղի է, դա տնտեսական կապերի, այդ ամեն ինչը հիմա հարցի տակ է։ Այդ պատճառով Փաշինյանը շատ ճիշտ Վրաստանի եւ մյուս այլընտրանքի ուղղությունով Թուրքիա-Ադրբեջանի սկսեց քայլեր նաեւ ել ավելի ակտիվորեն անել, այսինքն դա էլ է ճիշտ։ Երկրորդը պետք է ասել համընկել է իհարկե նախընտրական շրջանը, որտեղ որ Փաշինյանը իրան միշտ ժողովրդին մոտ է դրսևորում եւ իր այդ պահվածքը, մոտեցումները այդ տրամաբանությունից են գալի, այսինքն ես միանգամից չէի կապի իր այցերը շրջաններ եւ պատերազմը զուտ այն պատճառով, որ այդ օրը սկսվեց իր այցերը եւ պատերազմը այդ օրը, այնպես չէ պատերազմը գիտենք, որ երկար ամիսներ սպասվում էր եւ ոչ մեկ չգիտեր կոնկրետ որ օրը տեղի կունենար պատերազմը։ Մյուս կողմից պետք է ասել, որ վտանգը իրականում ես պետք է ասեմ, որ այսքան անհոգ իրականում ամեն դեպքում չպետք է լինենք, նույնիսկ հայտարարությունները, որ իբրև մեզ սա չի վերաբերվում, որովհետեւ
տեսեք ինչ բաղադրիչ կա այստեղ։ Չնայած նա որ դրական են գնահատում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղության օրակարգը, մենք տեսնում ենք Ադրբեջանում զարգացող այդպես կոչված ճակերտներում հարավային Ադրբեջանի թեզը, օրերս Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության եթերում լրագրողը ասեց, որ դա մեր պատմական տարածքներն են ճակերտներում եւ նշեց մի քանի քաղաք՝ Թաբրիզ, Արդաբիլ, Ուրմիա եւ այլն, Զենջան, այսինքն այդ քաղաքները Հայաստանի հարավային սահմաններից են եւ փաստացի եթե Իրանի հետագա փլուզում տեղի ունենա, հաշվի առնելով նաեւ որ Ադրբեջանը հմտորեն օգտագործեց Նախիջևանում տեղի ունեցած դեպքերը եւ ուրեմն զինված ուժերը բարձր պատրաստվածության բերեց, սահմանի մոտ է նաեւ տեղակայել եւ այլն, ապա եթե ապակայունացում տեղի ունենա, բացի հանրային հեռուստաընկերությունից, իսկ դա ամենակարևորն էր, ԶԼՄ-ների դաշտում Ադրբեջանում նաեւ հնչում են հայտարարություններ, որ պետք է ազատագրել պատմական տարածքները եւ այլն, ուստի այդտեղ կարող են, եթե Իրանը սկսի փլուզվել, տեղի ունենալ անջատողական գործընթացներ, իսկ Հայաստանի հարավային սահմանում ապրում են 15-20 միլիոն թուրքական ծագում ունեցող ազերի, ադրբեջանցի բնակչություն, Իրանի տարածքում։ Այսինքն դա լրջագույն մարտահրավեր է Հայաստանի համար, որովհետև դա կարա, այսպես ասեմ, փաստացի Հայաստանի եւ Իրանի սահմանը վտանգի տակ կանգնի, գոյությունը այդ սահմանի։ Ու իհարկե Հայաստանը այդ իրավիճակում շատ բարդ ուրեմն իրավիճակում է հայտնվում այդ համատեքստում, որովհետև մի կողմից Վրաստանն է նորեն խոսում ինչ իրավիճակ է այստեղ նաև Ռուսաստանի գործընթացի հետևանքով եւ այստեղ չմոռանանք, որ դա նույնիսկ հաստատեց Լևոն Տեր-Պետրոսյանը, որը ասաց օրերս, որ Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի հետ միասին դաշինքում պետք է լինենք, այսինքն ըստ իրեն Վրաստանը Ռուսաստանի եւ Իրանի հետ դաշինքում է եւ դա իրոք այդպես է, որովհետեւ ռուս օլիգարխը իրոք դաշնակից է տեսնում Մոսկվայում եւ Թեհրանում։ Մենք նաև զուգահեռ իհարկե Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կայունացնելով, այդ թվում եվրոպացիքի միջոցով եւ ամերիկացիքի միջոցով, տեսեք, TRIP-ը դա կոնկրետ Ամերիկայի ներկայության շնորհիվ է եւ Ալիևը երեք հայտարարություն է արել, որ խաղաղությունը Հայաստանի հետ ընդմիշտ է նույնիսկ, դա արել է Եվրոպական միության նախագահի այցի ժամանակ Բաքու, Պոշտան այնտեղ էր եւ դա անդրադառնում է իհարկե Դոնալդ Տրամպի, տեսնում եք դիրքերի աշխարհում, ինչպիսի մոտեցումներ ունի Տրամպը եւ հաստատ Տրամպի ուրեմն դեմ գործելը շատ վտանգավոր բան է, այս դեպքում նկատի ունեմ խոսքին Ադրբեջանի կողմից փոխելի դիրքորոշումները այն համաձայնությունների մասին, որը կա, եւ դա չի լինելու։ Մյուս կողմից հետաքրքիր է նաեւ, որ Եվրոպական միությունից Ադրբեջանը հիմա ակնկալում է մեծ ներդրումներ գազի, հոսանքի, ուրիշ ուղղություններով միլիարդավոր դոլարների մասն է խոսքը, եւ երբ ասում է դա, այդտեղ ընդգծում է, որ Հայաստանի հետ ունենք խաղաղություն եւ Հայաստանով ճանապարհները բացվելու։ Այսինքն ինքը շատ լավ հասկանում է, որ եթե Հայաստանի հետ կա խաղաղություն, կլինի եվրոպական ներդրումներ, եթե Հայաստանի հետ չլինի խաղաղություն, ապա կլինի եվրոպական պատժամիջոցներ։ Ուստի այստեղից մենք հիմա փորձում ենք համ Թուրքիայի, Ադրբեջանի հետ այդ այլընտրանքը ձևավորել Իրանի պատերազմի պատճառով, բարելավել հարաբերությունները, որ թիրախ չհայտնվենք որևէ դեպքում իրենց ծրագրերի, համ էլ Վրաստանի ուղղությունը գոնե օրակարգում պահենք։ Այո, դուք նշում եք, որ Ադրբեջանը ասում է սահմանն է բացվել, բայց մի քանի վագոն ներկրումը Հայաստան դա չի նշանակում դեռևս սահմանի բացում։ Այս մասին կշարունակենք զրուցել գովազդից հետո, պարոն Թոմասյան, պարզապես կխոսենք իսկապես հայ-ադրբեջանական հարաբերությունների իրական վիճակը, այն ինչ Ալիևը ասում է եւ ցույց է տալիս, դուք բացատրեցիք դրա ենթատեքստերը եւ Ալիևի նպատակը, բայց եկեք այնուամենայնիվ դիտարկենք իրական վիճակը որն է ճիշտ, որն է կեղծ։ Գովազդ հայտարարենք եթերում, սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։
Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Գեորգի Թումասյանի հետ, միջազգային հարաբերությունների եւ պետական կառավարման մասնագետ։ Եվ այսպես, պարոն Թումասյան, հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ ինչն է ճիշտ, ինչն է կեղծ։ Շատ կարևոր հարց է, ես պետք է փաստացի արձանագրեմ, որ այստեղ մենք ունենք լուրջ առաջընթաց եւ փոփոխություն է կրում նաև Ադրբեջանի մոտեցումները, դա գալիս է մի քանի կոնկրետ պատճառից։ Առաջինը, լուրջ նախազգուշացումներ են ստացել Արևմուտքից Ադրբեջանում, որ որևէ դեպքում հիմա արդեն Հայաստանի դեմ նկարտումները, մոտեցումները եւ այլն մեծ սպառնալիքներ կարող Իրանից սպառնակի հենց Ադրբեջանի համար եւ դա շատ լավ արդեն հասկացել են այդտեղ։ Մյուս կողմից Թրիփի ծրագիրը եւ ռազմավարական փաստաթուղթը, որը ստորագրվեց J.D. Vance-ի այցի ժամանակ նաեւ Հայաստան-Ադրբեջան, Ադրբեջանի հետ, Եվրոպական միության EU Gateway ծրագիրը, այսինքն մի կողմից առաջարկում են հնարավորություններ Ադրբեջանին, մյուս կողմից ասում են, որ կպատժենք, եթե հակառակ ճանապարհով գնաս։ Հատկապես երբ Ադրբեջանում տեսնում են, որ
Վրաստանի վրա ինչ ազդեցություն է ձևավորվել, համոզված չեմ, որ Թուրքիայի հետ ուրիշ կապ կարան դեռ ձևավորել, խոսքին Իրանի տարածքով, այ դա արդեն կլիներ լուրջ փոփոխություն իհարկե, բայց այս պայծրությամբ Ադրբեջանը նաև Հայաստանից կախվածություն ունի, Ադրբեջանին շատ ավելի ձեռ է տալիս, որ Հայաստանը լինի ինքնիշխան, քան լինի նորից ռուսական ազդեցության տակ, որտեղ եթե Հայաստանն էլ լինի ռուսական ազդեցության տակ, ապա Վրաստանը եւ Հայաստանն է հայտնվում։ Ուստի հիմա Ադրբեջանի համար հասկանալի է, որ ինքը պետք է փորձի Հայաստանի հետ արդեն ձևավորի ուրիշ ձևաչափի հարաբերություններ։ Ուստի մի կողմից Իլհամ Ալիևը ներքին լսարանում հասավ իր նպատակներին Ղարաբաղի թեմայի շուրջ եւ դա իրան ապահովեց ընդմիշտ իշխանություն։ Մյուս կողմից հիմա ինքը ապահովում է ներդրումներ Ամերիկայից եւ Եվրոպայից, դա էլ իրան շատ օգտակար է։ Երրորդը կարողացավ դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց, չնայած նրա որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահների նաեւ նախատեսված եւ այլն եւ կարողացավ հիմա թուրքական ինտեգրման գործընթացի մեջ մտնել եւ այստեղ հիմա միակ բանը ինչ ինքը պահում է Հայաստանի դեմ օրակարգը դա այդպես կոչված ճակերտներում արևմտյան Ադրբեջանի օրակարգն է, հատկապես ուրեմն ճակերտներում վերադարձի թեման, գիտեք, Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը իր 2026 թվականի զեկույցում դա արձանագրել է ինչպես գլխավոր վտանգը հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Ուստի կարող ենք իրականում տեսնել, որ այնպես չէ, որ բոլոր հարցերը լուծված է, բայց փաստացի գնում ենք այդ լուծման ճանապարհով։ Ես այստեղ իհարկե կարելի է ասել, որ կոնկրետ ընտրությունները հունիսի 7-ի կլինի կողմնորոշիչ այսպիսի ճանապարհ, որից հետո պետք է սկսվի ակտիվ փուլում արդեն տրիպ ծրագրի իրականացումը, սահմանների բացումը, այս պայծրությամբ Վրաստանով է, գիտեք, վարչապետը հանձնարարություն է տվել ռուսական ՌԺԴ-ին Հարավկովկասյան երկաթուղուն, որ վերականգնվի Երասխ, Իջևան եւ ուրեմն չէ, այս դեպքում Ղազախ Իջևան, Երասխ Սադարակ եւ Ախուրիկի ուղղությունով նաեւ դեպի Գյումրի Կարս երկաթուղին, որ ապահովի Հայաստանը այս պահին արդեն այս կապը, որ ուղիղ լինի առանց Վրաստանի, որովհետեւ հիշեցնեմ, որ Վրաստանի ուղղությամբ մեծ խնդիր կար, Վրաստանը 40 անգամ ավելի շատ գումար էր պահանջել դեպի Հայաստան մատակարարումների համար, քան ուրիշ դեպքում Ադրբեջանից պահանջում էր, սա եւս մեկ ճնշման այսպիսի գործիք էր, այդ ճնշումը փոխվեց, Վրաստանը այլևս չի պահանջում այդ գները, բայց դա տեղի ունեցավ Ադրբեջանից սպառնալիքներ հնչեցնելուց հետո, որտեղ Ադրբեջանի վրա Վրաստանը մեծ կախվածություն ունի, որը իդեմս ասեմ նվազեցնում է հիմա։ Վրաստանը հիմա աճեցնում է իր կախվածությունը ռուսական նավթամթերքի վրա, նվազեցնելով կախվածությունը ադրբեջանականից։ Ուստի հայ-ադրբեջանական հարաբերությունները զարգանում են, իհարկե, պետք է վտանգները միշտ կան, բայց այս պայծրությամբ, գիտեք, ընդմիշտ ընկերներ եւ թշնամիներ չկան, կա ընդմիշտ շահեր, հիմա Հայաստանի եւ Ադրբեջանի շահերը ինչ-ինչ հարցերում համընկնում են, սա հնարավոր է օգտագործել ի օգուտ, որ այս հարաբերությունները կայունացվեն, մենք մեր նպատակների մեծ մասին հասնում ենք, որևէ միջանցք չկա, տրիպ ծրագիրը ինքնիշխանությունը մեր պահպանում ենք ամբողջությամբ այդ ծրագրով, խաղաղությունը ապահոված է, սահմանազատումը տեղի կունենա հետսովետական սահմաններով, այսինքն ինչ Հայաստանը նաև պահանջում էր Ալմա-Աթա հռչակագրով, ուստի տրամաբանությունը այն է, որ հիմա դրական դինամիկա կա հարաբերություններում։ Պարոն Թոմասյան, եւ մենք երբ որ խոսում էինք Իրանում պատերազմի մասին, ներկան դուք նկարագրեցիք եւ երկրորդ իմ հարցս էր կախված թե ինչպես կավարտվի այս պատերազմը, ինչ վտանգներ կամ հնարավորություններ կարող են ունենան, կարող է լինել Հարավային Կովկասում, դուք տրոհման հարցը բարձրացրեցիք, մատնանշեցիք, որ դա մեծագույն վտանգ կլինի Հայաստանի համար, եթե ճիշտ հասկացա։ Եվ երկու այլ տարբերակ էլ կա ավարտի, գուցե ավելի շատ տարբերակներ կան, քննարկենք այս երկուսը՝ ռեժիմի փոփոխություն եւ ռեժիմի պահպանում։ Ռեժիմի փոփոխության դեպքում ինչ եք կարծում, ոմանք Հայաստանում համարում են, որ դա եւս շատ վտանգավոր է Հայաստան եւ արևմուտք փոխհարաբերությունների համար, նրանք կարծում են, նրանց կարծիքով Հայաստանի կշիռը, դերը տարածաշրջանում կնվազի, մյուսները հակառակ պնդում են, որ ռեժիմի փոփոխությունը շատ օգտակար է Հայաստանի համար։ Համեցեք։
Այո, առաջ երթին պետք է ասել իհարկե ռեժիմը եթե պահպանվի Հայաստանի իշխանությունները կարողացել են այնպիսի քաղաքականություն վարել, որ առանց մեծ խնդիրների կվերականգնվի հարաբերությունները եւ որևէ հակաիրանական քայլ Հայաստանը չի արել միտմամբ զուգահեռ դրա իհարկե ռեժիմի փոփոխությունը մեզ շատ ձեռնտու է, որովհետեւ եթե արևմուտքը տարածաշրջանում ներկա լինի նաեւ իդեմս Իրանի, ապա Հայաստանը կլուծի իր համար մեկ խնդիրը, որ այսօր, տեսեք, Թուրքիա եւ Ադրբեջանի տարածքով մենք հիմա ինչքան էլ խոսեցինք, մենք տնտեսական կապեր կարող ենք ունենալ, բայց ռազմական մատակարարումները մեծ հարցի տակ են։ Մի բացառություն կա այդտեղ, եթե Թուրքիան ուզենա կենտրոնական Ասիային մատակարարի զենք Վրաստանով դա չկարողանա անել Ռուսաստանի ազդեցության պատճառով, Հայաստանը կարա դա թույլ տա, եթե Թուրքիայի տարածքով Հայաստանը կարողանա արևմտյան զենք ստանալ։ Արդյունքն նույնիսկ այդտեղ կա հնարավորություն, բայց սահմանափակ է շատ, որովհետև Թուրքիան իհարկե չի ուզում, որ Հայաստանը եւ Ադրբեջանը որ ամուր ոտքի կանգնի, դա պետք է նաեւ հասկանանք ինչքան էլ մենք բարելավենք հարաբերությունները։ Մյուս կողմից Վրաստանի ուղղությամբ ես ասացի, որ Վրաստանի հակաարևմտյան եւ պրոռուսական քաղաքականությունը արտացոլվել է նաեւ ֆրանսիական զենքի մատակարարումների սահմանափակման մեջ ոչ օրինական եւ հաշվի առնելով դա, որի մասին իշխանությունները բարձրաձայն չեն խոսում, բայց ամեն դեպքում դա լավ գիտեն այս խնդիրը, ապա մենք կայնած ենք լրջագույն խնդրի առջև հենց զենքի մատակարարման ուղղությամբ եւ եթե Իրանը ռեժիմը պահպանվի գոնե հնդկական զենքի ուղղությունով խնդիր չենք ունենա, բայց եթե արևմտամետ այդտեղ իշխանություն գա, նկատի ունեմ խոսքին Ռեզա Փեհլևի կամ որևէ ուրիշ ձևաչափով, այսինքն ռեժիմի փոփոխություն տեղի ունենա, ապա մենք կարող ենք հարավից ստանալ Ամերիկայի պես դաշնակից փաստացի, որը ծոցից, որտեղ որ ամերիկյան հսկայական ռազմակայաններ ունի, մեզ կարա մատակարարի տարբեր նույնիսկ ամերիկյան հնարավորություններ եւ ասեմ ձեզ, որ դա կբերի նրան, որ Իրանի հետ հարաբերությունները շատ կզարգանան, կխորանան, մենք կախվածություն չենք ունենա այլևս Վրաստանից, Հայաստանի դեպքում, որովհետեւ Իրանի դեմ պատժամիջոցներ չի լինի եւ Հայաստանը նույնիսկ եթե եվրոպական ինտեգրում չէ, գոնե արևմտյան ինտեգրում Իրանի տարածքով կկարողանա ապահովել Ամերիկայի հետ կապը նկատի ունեմ, բայց եթե Իրանը սկսի փլուզվել եւ տարբեր այդտեղ էթնիկ բաղադրիչների, այդ թվում ադրբեջանցի առանձին այդտեղ էթնիկ ուզենան ինչ-որ ճակերտներում հարավային Ադրբեջանի ձևաչափ ծավալել, ապա Հայաստանը, որը այս պայդրությամբ արևմուտքից թուրքերով է բնակեցված, Թուրքիան նկատի ունեմ, արևելքից ադրբեջանցի թուրքերով, հարավից նաև թուրքերով եւ եթե Իրան չլինի այնտեղ հարավային Ադրբեջան լինի եւ այլն, դա փաստացի նաեւ լրջագույն վտանգ է եւ հյուսիսից հիշեցնեմ, որ Վրաստանի ուղղությամբ նաեւ ճիշտ է խնդիրներ կան, բայց նաեւ հնարավորություններ էլ կան, այսինքն այդ է պատճառը, որ Հայաստանը փորձում է մի կողմից ինչ որ քայլեր անի Վրաստանի ուղղությամբ, ուղղակի ցավոք լինելով Վրաստանից ես ասում եմ, որ դա չի ստացի, որտեղ ռուս օլիգարխը վրացի չէ, ինքը վրացական շահերը չի տանում առաջ, ինքը զուտ Ռուսաստանի այստեղ գործակալական ցանցն է ներկայացնում եւ այնտեղի շահերն է ներկայացնում։ Թուրքիա Ադրբեջանի հետ իհարկե արևմուտքի միջոցով առաջերտին Ամերիկայի, որը այսպիսի հզոր դիրքերից է դուրս գալի, կարելի է մի ձև կայունացնել հարաբերությունները, բայց այդ կայունացումն էլ այնպես չէ, որ առանց մարտահրավեր է։ Ուստի Իրանի փլուզումը շատ վատ սցենար է, Իրանի ռեժիմի փոփոխությունը շատ լավ սցենար։ Կայունությունը, դուք այո ասում եք դա կայուն չէ, կայունությունը կայուն չի կարող լինել, կներեք բառը կրկնության համար, բայց ժամանակ է շահում գոնե Հայաստանի համար վերադասավորվելու, այո, եւ ուժեղանալու, այո։ Այո, որովհետեւ մի կողմից իհարկե ինչու է վարչապետ Փաշինյանը ասում Վրաստանը մեր համար ճանապարհ է դեպի Եվրոպա եւ չի ասում խոսքին Թուրքիան, որովհետեւ Թուրքիան ցամաքային նույնիսկ ճանապարհ է։ Թուրքիան կարելի է որ լինի ճանապարհ, բայց արդյոք վստահելի է։ Մեր պատմությունը հաշվի առնելով մենք չենք կարող համարել, որ դա լիարժեք վստահելի ճանապարհ է, այդ թվում Թուրքիայի եւ Եվրոպայի հարաբերությունները հաշվի առնելով, այդ թվում Թուրքիայի քաղաքականությունում փոփոխությունները, գիտեք, վերջի տվյալները ասում են, որ Իսրայելը Իրանից հետո երկրորդ վտանգ համարում է Թուրքիան, Իսրայելի նախկին վարչապետ Նավտալի Բենետը ասում է, որ Թուրքիան նոր Իրան է, մենք Թուրքիայում տեսնում ենք
հակաարևմտյան մեծ ռետորաբանություն եւ քայլեր եւ այլն, Թուրքիան լուրջ հզորանում է, այսինքն ես կրկնում եմ, ձեր եթերում էլ բազում անգամ ասել եմ, որ մենք կարող ենք օգտվել այս թուրքական միության ձևավորման գործընթացում մեր հնարավորություններից, այդ թվում TRIP-ը, որը հիմա կա, բայց մի պարագայում է դա իրոք անվտանգ, եթե Հայաստանը այս ժամանակահատվածում կարողանա այսպիսի ամրոց դառնալ Իսրայելի պես պետություն, այդքան հզոր, այդքան բարձր տեխնոլոգիական, այդքան Ամերիկայի հետ խորը հարաբերություններով, որ մենք այդքան հզոր լինենք այստեղ, որ Թուրքիա եւ Ադրբեջանից վտանգ չլինի, որովհետեւ իրանց համար ուղղակի նպատակահարմար չլինի Հայաստանի դեմ որևէ քայլեր անելը, այդ դեպքում իհարկե խաղաղությունը կլինի, որովհետեւ խաղաղությունը դա հզորության հետևանք է միշտ, այլ ոչ թե թուլության։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը, որ ասում է անվտանգության կարևոր գործոնը դա խաղաղությունն է, դուք էլ ասում եք խաղաղության, ինչ է պետք խաղաղության համար պետք է հզորանալ եւ ժամանակը զուր չկորցնել։ Այո, եւ երբ մենք տեսնում ենք խոսքին, որ Հայաստանի զինված ուժերում բարեփոխումներ կան, նոր զենքի գնումներ կան, սահմանի վրա կառուցվում են նոր ենթակառուցվածքներ եւ այլն, դա շատ դրական է, որովհետեւ զուգահեռ խաղաղության օրակարգի եւ խնդիրների լուծելու պացիֆիստական մոտեցումներ հաստատ չկա Հայաստանում, զինված ուժերը պետք է շատ ավելի խորանան, զարգանան, խոսքին Միացյալ Նահանգների, Եվրոպայի հետ տարբեր ձևաչափերով, բայց իհարկե նաեւ պետք է ասել, որ էլ ավելի մեծ թափ պետք է դա ստանա եւ արեք ուղիղ ասենք, հա, Վրաստանի հարցը նաեւ բարձրաձայնելով վարչապետը միայն տնտեսական հարց չի, չէ, այդ ուղղությամբ, որովհետեւ Եվրոպական միության անդամ դառնալը, հիշեցնեմ, որ Եվրոպական միությունում կա կետ պայմանագրում, որը ճիշտ է ՆԱՏՕ-ի նման չէ, բայց մոտ է ՆԱՏՕ-ի տրամաբանությանը, որ Եվրոպական միության պետությունները, եթե որևէ պետություն հարվածի տակ հայտնվի, պետք է աջակցեն իրեն եւ մենք տենում ենք Կիպրոսի ուղղությունով, հա, հիմա որ Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան ուղարկեցին նավեր եւ այլն, որովհետեւ Կիպրոսը Եվրոպական միության անդամը հայտնվեց հարձակման տակ։ Այդ դեպքում եթե Հայաստանը Եվրոպական միության անդամ դառնա, դա եւս մեկ հնարավորություն է, որ էլ ավելի թարմ զենք, էլ ավելի հզոր հնարավորություններ, ֆինանսական օգնություն ստանա։ Այսինքն այո, դա բազմաշերտ է, բայց արեք մի բան էլ այստեղ կարևոր ձևով ասենք, որ իհարկե Հայաստանը այս իրավիճակում չի կարող իրան թույլ տա ագրեսիվ կամ որևէ այսպես հստակ ուժի վրա հայտարարություն անել, այսինքն գլխավորն է պացիֆիզմը ոչ թե հայտարարություններում է խնդիր։ Պացիֆիզմը գլխավորը իրական կյանքում չլինի, այսինքն եթե հայտարարությունները խաղաղության մասին են, բայց իրականում զինված ուժերը պաշտպանողական նպատակով հզորանում են, ապա դա է ինչպես պետք է։ Շնորհակալ եմ, պարոն Թումասյան, որ ժամանակ գտաք եւ միացաք մեզ եւ ձեր մեկնաբանություններով կիսվեցիք մեզ հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Գեորգի Թումասյանը Վրաստանից, Թբիլիսիից մեզ հետ կապվել էր եւ մեր հարցազրույցը իր հետ էր միջազգային հարաբերությունների եւ պետական կառավարման մասնագետ է պարոն Թումասյանը։ Զրույցը վարում էի ես Գայանե Առաքելյանս, բարինս ձեզ։